1935 թվականին Մոսկվայում հանդիպում են Եղիշե Չարենցն ու Վիլյամ Սարոյանը։ Չարենցին ընդամենը 2 տարի էր մնացել ապրելու։ Վիլյամ Սարոյանը կանխատեսում է Չարենցի եղերական ապագան եւ իրենց հանդիպման առիթով հուշերում գրում է. Ինձի համար նա եղերական հայ մներ, իր մեծությունն ու այլազանությունը զինք մղեին դեպի խելագարություն ու կանխահաս մահ։ Նա արագորեն դեմ հանդիման կնետեր ինքզինք իր սիրեցյալ արևին, հայ, որ ձեռնոց էր նետել ամբողջ աշխարհին, հայ, որ ամեն չափանիշով ամենահասում քաղաքակիրթ, մեծարժեք, իմաստուն ու խռովահույզ էր, խորհրդանշանն էր անխորտակելի հայկական կյանքին ու մշակույթին, ինչ երկնակամարի տակ էլ որելար։ Եղիշե Չարենցի նկատմամբ հալածանքները սկսվել էին դեռևս 30-ականների սկզբից։ Նրան ծանրագույն հարցաքննությունների էին ենթարկում, եւ այդ հեղձուցիչ մթնոլորտում փորձել տպագրել գիրք ճանապարհինի պես մի հատնտիր գիրք նշանակում էր կամովին գնալ նահատակության։ Նա շատ լավ հասկանում էր, որ իր հետ հաշվեհարդար են ուզում տեսնել, բայց չընկրկեց։ Թեկուզ զոհաբերության գնով նա փորձեց ծերունդներին թողնել իր գլխավոր պատգամները։ Գիրք ճանապարհին ժողովածուի մասին իրենց դրական կարծիքն էին հայտնել երկրի գլխավոր երկու դեմքերը՝ Աղասի Խանջյանն ու Սահակ Տեր-Գաբրելյանը։ Լավրենտի Բերյան Խանջյանին վերացնելու ծրագրեր էր մտմտում եւ այդ ծրագրերի մեջ ներառել էր նաեւ Խանջյանի կողմից Չարենցի գրքի հովանավորությունը։ Չարենցը շատ լավ հասկանում էր, որ իրեն եւ իր գիրքը փորձում են գործիք դարձնել Խանջյանի դեմ հալածանքների։ Բերյան Խանջյանին շրջապատել էր իր գործակալներով, այսինքն Կենտկոմը լցրել էր իր մարդկանցով։ Երբ Խանջյանը արձակուրդում էր, նրանցից մեկը, Կենտկոմի երկրորդ քարտուղար Միրզաբեկյանը 5 օր ժամանակ է տալիս գրական ֆոնդի աշխատակիցներին վերջնական եզրակացություն տալ Չարենցի հրատարակվելի գրքի մասին։ Եզրակացությունը պատրաստ է լինում նույն օրը։ Մենք գրական ֆոնդի աշխատողներս անհրաժեշտ են գտնում արգելք դնել Չարենցի գրքի վրա։ Մինչև այդ Չարենցի գրքի մասին արդեն իսկ բազմաթիվ հոդվածներ էին գրվել, բայց այս գնահատումից հետո, այս որակումից հետո մամուլ ուղղակի հեղեղվում է նրա դեմ գրված նրա եւ նրա տպագրվելի գրքի մասին ամենախայտառակ հրապարակումներով։ Չարենցը զգում է, որ օղակը իր շուրջ գնալով սեղմում է։ Նա մի նամակ է գրում Մարետա Շահինյանին եւ խնդրում, որ գորգու միջոցով Ստալինին հասցնի, որ իրեն այստեղ, այսպես ասած, իր բառերով ասած, նա իրյան ճահիճը կուլ է տալիս։ Հակառակորդները հասցրել էին գիրք ճանապարհին ժողովածուից Աքիլես թե Պիերո պոեմը թարգմանել եւ ուղարկել Մոսկվա Ստալինին։ Մինչդեռ այդքան տանջվելու հարկ չկար։ Ստալինը թեև չգիտեր հայոց այբուբենը, բայց նա հասկանում եւ խոսում էր հայերեն։ Մի անգամ Հայաստանի վերջին գրաքննիչ Գրիգոր Մարտիրոսյանը ինձ իրենց տանը մի լուսանկար ցույց տվեց, որում երևում էր ժողովուրդների առաջնորդը Յոսիֆ Ստալինը եւ մի տարեց կին։ Նա ասաց, որ այդ կինը Միկոյանների մայրն է։ Լուսանկարից երևում էր, որ նրանք աշխուժ զրուցում են։ Ես հարցրեցի գրաքննիչին, թե ինչ լեզվով են խոսում, միթե Միկոյանների տարեց մայրը այդ բառավ կինը ռուսերեն գիտեր։ Նա պատասխանեց, որ Ստալինը գիտեր հայերեն եւ հայերեն են զրուցում եւ նույնիսկ Կրեմլում շատ հաճախ նա Միկոյանի հետ հայերեն էր խոսում։ Ինչևէ Ստալինը կարդում է Աքիլես թե Պիերո պոեմը եւ սովետական գլավլիտի միջոցով Հայաստանի Կենտկոմին հայտնում իր տեսակետը։ Որպես գեղարվեստական գործ այն լավ է մտահղացված եւ գրված, սակայն որոշ նկատառումներից ելնելով պետք չէ դա տպագրել։ Եվ իմ անունից պետք է Չարենցին ասել, որ հրաժարվի դրա հրատարակումից։ Իսկ ինչի մասին էր Աքիլես թե Պիերոն։ Եվ հարց եմ տալիս ես ահա կրկին. ինչ տեսակ այսօր բեմի վրա դուք, մարդկային մի հոծ անդեմ բազմություն, որ չնչին գաճաճ առաջնորդների ղեկավարությամբ անիմաստ ու կույր ինչպես մի նախիր գնում է անմիտ, ինքն էլ չգիտե թե ինչու եւ ուր։ Թե այն ժամանակ, թե հիմա փորձ է արվում պնդելու, որ գաճաճ եւ կույր առաջնորդ գրելով Չարենցը նկատի ունեցել Յոսիֆ Ստալինին։ Մինչդեռ իրականում այն վերաբերում է Տրոցկուն։ Գիրք ճանապարհին ժողովածուի հրատարակումից հետո Չարենցի նկատմամբ հալածանքներն էլ ավելի սաստկացան։ Գրողների միության համագումարում հատուկ Չարենցի դեմ խոսելու համար Մոսկվայից ժամանած Ոմն Կիրպոտին հայ հանճարեղ բանաստեղծին համարում է անցյալի մեռելների հետ ձայնացող բանաստեղծ։
Նրանից հետո ավելի քան 40 բանախոս ելույթ են ունենում փնովում Չարենցին պախարակում, սարսափելի մեղադրանքներ ներկայացնում։ Եվ դա անում են ոչ միայն Չարենցի հակառակորդները, այլ նաև նրա համախոհները՝ Աքսել Բակունցն ու Գուրգեն Մահարին։ Միայն 2 հոգի են պաշտպանում Չարենցին՝ Ավետիք Իսահակյանը եւ Զապել Եսայանը։ Զապել Եսայանը մասնավորապես այդ համագումարում ասում է. Չարենցը մեր ժամանակների ու նաև 20-րդ դարի համաշխարհային պոեզիայի ամենամեծ դեմքերից է եւ այսօրվա հայ գրականության ամենամեծ դեմքը։ Եվ դուք դա լավ գիտեք։ Ուրեմն պիտի զգուշ լինեք Չարենցի մասին դեր արտահայտությունների մեջ, որովհետեւ գալու է ժամանակը, երբ մեզանից ամեն մեկը գնահատվելու է ըստ այնմ, թե ինչպես ենք վերաբերվել Չարենցին եւ ինչ ենք ասել Չարենցի մասին։ Չմոռանանք ասել, որ ձերբակալվում է նաև Զապել Եսայանը։ Հնարավոր է, որ Չարենցին պաշտպանելու նրա այդ խոսքը նաև պատճառ է դարձել հենց նրա դեմ հալածանքների։ Ինձ բախտ է վիճակվել գաղտնազրծված փաստաթղթերի մեջ հանդիպել Զապել Եսայանի հարցաքննության արձանագրությունները։ Նրանք ամբողջությամբ ռուսերեն էին, իսկ Զապել Եսան արևմտահայ էր եւ չգիտեր ռուսերեն ոչ մի բառ։ Այսինքն քննիչների համար բոլորովին կարևոր չէր, թե հասկանում է արդյոք մեղադրյալը, թե իրեն ինչ են հարցնում եւ ինչ է պատասխանում։ Այսինքն դա դատավճիռը հենց այս գլխից պարզ էր, իսկ դատավճիռը գնդակահարություն էր։ Հետո ինչ-ինչ պայմաններում այդ դատավճիռը փոխվում է, գնդակահարությունը փոխարինվում է երկարաժամկետ, երկարամյա աքսորով։ Եվ հենց աքսորի ճանապարհին նա անհայտ պայմաններում, անհայտ հանգամանքներում սպանվում է Բաքու քաղաքում։ Իսկ Չարենցի ու նրա գրքի դեմ բանսարկություններն ու հալածանքները շարունակվում են։ Գրքի դեմ ստիպված է լինում խոսել նույնիսկ Աղասի Խանջյանը։ Ինչու ենք ասում ստիպված է լինում, որովհետև բացի այդ, որ ճանապարհ էր հարթել, կանաչ լույս էր վառել գրքի հրատարակման համար, նաև Փարիզ Արշակ Չոպանյանին ուղարկված մի նամակում նա այդ գիրքը համարում է հայ գրականության անհասանելի գագաթ։ 1935 թվականին Ստալինը Կրեմլում հայ գրողների պատվիրակության ընդունելություն է կազմակերպում։ Պատվիրակությունը ղեկավարող Ստեփան Զորյանն իր զեկուցումն ավարտում է Փառք Ստալինին կոչելով, բոլորը ոտքի են ցատկում եւ գոռում ուռա, ուռա, եւ Ստալինը անսպասելի ընդհատում է նրանց եւ Ստեփան Զորյանի հետ տեղի ունենում այս երկխոսությունը։ Ինչպես է ապրում գրող Չարենցը։ Ոչինչ, կարկամած շշնջում է Զորյանը։ Նրան կարծեմ նեղացնում են։ Նա այժմ իրեն հրաշալի է զգում։ Հավանաբար Մարետա Շահինյանը կամ մեկ այլ մարդ հասցրել էր Ստալինին տեղեկացնել, որ Չարենցի նկատմամբ Հայաստանում հալածանքներ են սկսվել։ Դրանից հետո Չարենցին Հայաստանում մի որոշ շրջան հանգիստ են թողնում։ 1936 թվականի հուլիսին Թիֆլիսում սպանվում է Աղասի Խանջյանը։ Մի առիթով Չարենցն ասել էր, թե ինչ կլիներ մեր վիճակը, եթե չլիներ Աղասի Խանջյանը։ Եվ իսկապես Խանջյանի մահից հետո թե Չարենցի, թե առասարակ հայ մտավորականության նկատմամբ հալածանքներն ու բռնությունները սաստկանում են։ 1936 թվականի նոյեմբերին Չարենցին հարձակնում է անձամբ ներքին գործերի ժողկոմ Խաչիկ Մուղդուսին։ Եղած մեղադրանքներին ավելանում է նաև պատգամ բանաստեղծության բացահայտված ակրոստիկոսը, ով հայ ժողովուրդ քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է։ Ձեր գիրք ճանապարհին ժողովածուի պատգամ բանաստեղծության մեջ ակրոստիկոսով դուք անց եք կացրել հետևյալ բովանդակությամբ հակահեղափոխական նացիոնալիստական լոզունգը, ով հայ ժողովուրդ քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է։ Ումից եք դուք պատրաստվում փրկել հայ ժողովրդին։ Հարցնում են քննիչները Չարենցին։ Այն ղեկավարներից, որոնք Հայաստանի վերենշված դրության մեղավորներն են, պատասխանում է բանաստեղծը։ 1936 թվականի հուլիսին Չարենցը ձերբակալվում է։ Բանաստեղծի կնոջ Իզաբելայի վկայությամբ ձերբակալության եկած երկու չեկիստները նախ բանաստեղծից գիրք են խնդրում եւ Չարենցը մեկական օրինակ մակագրելով նվիրում է նրանց եւ հրաժեշտ տված նշան համարելով առանց կնոջն ու երեխաներին հրաժեշտ տալու հեռանում է նրանց հետ։ Չարենցը մեղադրվում էր քրեական օրենսգրքի 67, 68 եւ 78-րդ հոդվածներով, այն է հակախորհրդային նացիոնալիստական գործունեություն, ազգամիչյան թշնամանքի բորբոքում, երկրի ղեկավարների դեմ մահափորձի նախապատրաստում։ Չարենցը բանտից Ստալինին ուղղված բազմաթիվ նամակներ է գրում, որոնք բնականաբար հենց տեղում ոչնչացվում են։ Նույն 1936 թվականի դեկտեմբերին
Մտնող Երևանի փողոցներից մեկում ձերբակալվում է նաև Չարենցի կինը Իզաբելան եւ դատապարտվում երկարաժամկետ երկարամյա աքսորի։ Նրանց դուստրերից ավագը Արփենիկը մեծանում է մանկատանը, իսկ կրսերը Անահիտը պատսպարվում է մորական պապի ու տատի խնամքի ներքո։ 1937 թվականի նոյեմբերի 28-ին առավոտյան ժամը 7-ին ըստ պաշտոնական վարկածի բանտի հիվանդանոցում մահանում է հայ հանճարեղ բանաստեղծը։ Հայ ժողովուրդը տոնում էր Հայաստանի խորհրդայնացման 17-րդ տարելիցը։ Նույն օրը գիշերով բանտի հացի մեքենայով նրա դին դուրս է բերվում եւ թաղվում անհայտ մի վայրում։ Գերեզման չունենալը դարձել էր հայ գրողի ճակատագիր։ Վարուժան, Սիամանթո, Գրիգոր Զոհրա, Բակունց ու Չարենց։ Դրանից հետո գիրք ճանապարհին ունենալը կամ պահելը մահվան վտանգով սպառնալիքով էր հղի։ Միայն 1954 թվականին Ստալինի մահից հետո հայ գրողների հանձնախումբը փորձում է վերագնահատել Չարենցի գիրք ճանապարհին ժողովածուն եւ պատգամ բանաստեղծությունը եւ վերջինս որակում որպես իմպերիալիզմի լաքեյ Լավրենտի Բերիայի դեմ բողոքի արտահայտություն։ Իրականում Չարենցի պատգամը, որ իրեն զոհաբերելով փորձեց հասցնել հայ ժողովրդին, ոչ մեկի դեմ չէր։ Այն արդիական է թե հիմա եւ թե հավերժ։